Խորհրդային երկաթե վարակույրի դեմ պայքարող արվեստագետի մոտ 50 կտավ անձնական արխիվից ընկերների հավաքածուներից ներկայացված է նկարիչների միության 3-րդ հարկում։ Սա նկարիչ Արման Գրիգորյանի հետմահու առաջին անհատական ցուցահանդեսն է։ Ցուցասրահը պատահական չեն ընտրել։ Տարիներ առաջ այն եղել է Գրիգորյանի եւ նրա մտերիմների արվեստանոց հավաքատեղին։ Ցուցահանդեսին նրա տարբեր տարիների ստեղծած ուրեմն աշխատանքներն են եւ այդ խումբը, որը որ ստեղծել էր Արման Գրիգորյանը իր ընկերների հետ, երկար տարիներ ցուցադրվում էին եւ ունեին գաղափար եւ ունեին կոնցեպտ, որը շատ հետաքրքիր էր, շատ արդիական էր դեռևս 80-ականների վերջին, 90-ականների սկզբին եւ մեզ համար, Հայաստանի նկարիչների միության համար մեծ պատիվ է այսօր ունենալ այսպիսի ցուցահանդես։ Ցուցահանդեսը կազմակերպել են արվեստագետ Հարություն Սիմոնյանն ու Ականատ գալերեի հիմնադիր Անի Սուքիասյանը։ Արման Գրիգորյանի ժամանակակիցներն ու ընկերներն են փորձել են ներկայացնել վարպետի ուղերձները։ Արմանը եւ այդ ժամանակվա 80-ականների արվեստագետները փորձում էին դիմադրել մի մշակույթ, որը որ ձևավորված է, որտեղ պատկերացեք սովետական միությունը արդեն դեռ չէր քանդված process-ի մեջ էր, եւ իրանք բարձրացնում էին այնպիսի էսթետիկայի հարցեր արվեստի, որտեղ որ երևի սովետական ժամանակ ոչ թե երևի, այլ սովետական ժամանակ դրանք ոչ թե արգելված էին, այլ ուղղակի անգամ հնարավոր չէր մտածել։ Ազատատենչ գաղափարներով նկարիչը փորձում էր ոչ միայն կտավներում, այլև կյանքում ազատականացնել կամ ինչպես ընկերներն են ասում, ազատագրել արվեստագետների հոգիները, որ լայն մտածեն ու չդառնան պողպատե պատնեշի զոհը։ Երկար զրույցների ընթացքում ես հասկացա, որ ինքը ուզում էր հայկականացնել այդ ազատականությունը եւ բերել մեր դաշտ։ Եվ իր նկարներով, իր պերֆորմանսներով, վիդեոարտով եւ այլն այդ ամեն ինչով ինքը կարողանում էր դա անել, ներկայացնելով այդ ամեն ինչը եւ ամենակարևորը իր շփումն էր երիտասարդների հետ, որոնց փորձում էր այսպես բառերով ասել, ազատագրել կամ մոտեցնել արվեստին, մոտեցնել ստեղծագործական այդ հաճույքին, որ ամեն մի արվեստագետ պիտի ունենա, որպեսզի կարողանա լավ արվեստ ստեղծի։ Ցուցասրահում հնչում է Արման Գրիգորյանի ձայնը, արվեստագետը խոսում է տարբեր թեմաների, այդ թվում 3-րդ հարկի նախկին տերերի մասին։ Յուրա Վահանյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։